Սիրելի եղբայրներ եւ քույրեր, այսօր նյութի մասին կուզեմ խոսել, որ ավելի իմաստալից պիտի լայև խոսքես յետք, թիդեք հաչոք տեսերիզը, զորանվանած ենք retired but active, հանգստյան գոչված բայց գործոն, որից առաջնորդ օգնված կսկամ, որ շրջապատված եմ նվիրյալ հովիվներով, ինչպես նաև հանգստյան գոչված ու գործոն նախկին հովիվներով։ Ակ տարև 2005-ին մինչև 2018-ը և առաջնորդական ընդհանուր փոխարինող նշանակված էի նախկին առաջնորդ Օշարան արքեպիսկոպոսի կողմէ և այնուհետև մինչև մեր ժամանակները միշտ երախտաբար տեղած եմ ամենակալաստուծո, որ հանգստյան գոչված մեր հովիվները հակառակ իրենց հարաճացյալ տարիքին բարդարանության քիդագից հոն ու գարիքը սկացված է առանց այլևալի փութացած են ժողովրդի հոգևոր պահանջները փոխացնելու։ Անուսմ եմ քանին անուն վերագրելով հիշեմ հանգուցյալներ Արշակ ավագ քահանա Դարյանը, որ եթե ոչ ամեն շաբաթ, բայց վստահ երկու շաբաթ անգամ օդանավով գճամփորդեր եւ որ թրիչքներ ու շացումի կամ չնչումի պատճառով երբեմն գես քիշերեն ետ տուն կհասներ։ Անխոնջ դերված ավագ քահանա Բեկյարյանը երեսին անահետև միշտ կողքին իր ինքնաշարժով արևելյան շրջանի մեր բոլոր զուխերը ուստրեն մինչև Շիկագո ու Ատլանտա և Դիթրոյթեն մինչև Ֆլորիդա կայցելեր։ Դեր մուշրավակ քահանա Դեր Քալուստյանը իր այցի քարտի վրա տպել տված էր հանգստյան կոչված, բայց միշտ պատրաստ ծառայելու և գծրվեր իրեն հատուկ ժպիտով ու մեկնաբանությամբ։ Իրենց ոսկի աշունը վայելող հանգստյան կոչված հոգևոր եղբայրներ Դեր Խորին ավագ քահանա Հավեշյանը, որ ներկայիս Կալիֆոռնիա գաբրի, Դեր Անկանիկ ավագ քահանա Բալջանը, Դեր Զարե ավագ քահանա Սահակյանը, Դեր Գումնես ավագ քահանա Բաղսարյանը, Դեր Դարուն ավագ քահանա Ստեփանյանը և Դեր Արամ ավագ քահանա Ստեփանյանը, որոնք որպես անսինք նվիրյալներ միշտ պատրաստ են ընդառաջելու ծառայության որևէ ոչին, հստակ նշանապան ունենալով անվերապահ կերպով հոգևոր գայքներում հասնել մեր ժողովրդին, հոն ու ոգը գտնվին։ Գլխավոր պատճառը, որ այս նյութը կուզեմ բաժնել ձեր հետ այսօր, անդրադառնալ է Ֆիլադելֆիո պատվական հովիվ Դեր Նեսես ավագ քահանա Մանուկյանին, որ հետ հանգստյան կոչման բազմաթիվ հոգեշահ հաղորդներ լույս ընծայելու կողքին հիմնած է Փարեսիրական ֆոնդը։ Եվ անցնող քանի մտարիներում ամանորի և սուրբ ծննդյան տոներուն ակտիվ ամենայն լրությամբ ուրախացուցած է լիբանանահայ մեր ուսուցիչներու սրտերը։ Այս տարի մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հարության տոնին ակտիվ Ջինիշյան Փարեսիրական ֆոնդի կորձացությամբ ան իր լայն կորձացությունը բերավ լիբանանահայ գարոտյալներուն։ Երբ դիտեք հաջորդ տեսերիզը retired but active, վստահ եմ, որ ոչ միայն ազգային առաջնորդանի ընտանիքը, այլ համորեն հավատացյալներս հբարտ պիտի զգանք մեր նախանցախնդիր երեցարաններով, որոնք բանիվ և գործով կդարածեն Քրիստոսի փառի լուրը։ Գուցե մտածվի, որ անապատի մեջ գաթիլը չուր է ցանվածը, այնուամենայնիվ ադիկա կցուլացնե աստվածահաճո հոգին մեր հոգևոր հայրերուն, որոնք անխոնջ կերպով լծված են փոխացնելու մեր պատվական ժողովրդի զավակներուն հոգևոր ծարավը և հայթայթելու ամենօրյա հացը ամեն բեք։ Ակտարև օրինակելի վկայությունը հոգատարության և բաժնեկցության։ Օգնյալը լան, բոլոր անոնք, որոնք կբաժնեն, ինչպես ծառերը իրենց պտուղները և ծառիկները իրենց փորմունքը։